Ծաղկաձորի Ճոպանուղում մոտ 225 հեկտար տարածքը կվերադարձվի պետությանը։ Վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, անվավեր է ճանաչվել 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատարանը գտել է, որ սեփականության իրավունքի գրանցումը իրավաչափ չէ, քանի որ քաղաքացիները իրավաբանական անձինք հողային օրենսգրքի 23-րդ հոդվածի հիմքով կարող էին ձեռք բերել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ սեփականության իրավունք, եթե մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գրանցված իրավունք ունենար վարձակալության կամ անհատույց օգտագործման եւ դրանից հետո նոյեմբերի 26-ից հետո տանել իրավունք գրանցեր սեփականություն, այս դեպքում դատարանը կհամարեր, որ խնդիր չունենք։ Դատախազի խոսքով ըստ էության օրենքը շրջանցվել է։ Տվյալ դեպքում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հողամասի նկատմամբ սեփականության իրավունք տրվել էր հողային օրենսգրքով սահմանված ժամկետից 1 ամիս անց։ Տվյալ դեպքում Կոտայքի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշմամբ միայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի իրավաբանական անձանց միությանը տրվել էր 225 հեկտար մակերեսով հողամասի անհատույց օգտագործման իրավունք, այնուհետև դրա հիման վրա կնքվել էր պայմանագիր եւ հիմքում դնելով նշված իրավական ակտը եւ պայմանագիրը արդեն 2005 թվականի դեկտեմբերի 29-ին գրանցվել էր սեփականության իրավունքը հիմք ընդունելով հողային օրենսգրքի 23-րդ հոդվածը։ Մինչդեռ, ինչպես նշեցի, տվյալ հիմքով սեփականության իրավունք կարող էր ծագել, եթե այդ անհատույց օգտագործման իրավունքը ծագած լիներ, այսինքն սահմանված կարգով պայմանագիրը կնքված եւ իրավունքը գրանցված լիներ նախքան 2005 թվականի նոյեմբերի 26-ը։ Ծաղկաձորի Ճոպանուղու տարածքի զգալի մասը անտարածածկ է եւ դասվում է հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածքների շարքին։ Տվյալ վարձակալության պայմանագիրը, որի հիման վրա սեփականության իրավունքը ծագել է, կնքվել է Կոտայքի մարզպետի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե իրավաբանական անձանց միության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև, այսինքն պայմանագիրը հենց իր կողմից է ստորագրված եւ դրա հիման վրա արդեն իրավունքն է ծագել սեփականության օրենքի ուժով։ Վարչական դատարանի վճիռը վերջնական չէ։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Դատական ակնօրինական ուժի մեջ մտնելուց հետո Ծաղկաձորում գտնվող 225.1 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Նշենք, որ դատախազի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է նաև քրեական վարույթ պաշտոնյական լիազորությունները չհաշահելու համար, որն ազգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնյական կեղծիք կատարելու համար։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։